Տամատո տիրոջանը փառավորվի Սիլասո Ժողովրդյան, օրհնյալը մեր Աստվածը, որ այսօր ասված ինչ են, այսօր մեզ սիրելով ասված իրա ողորմությունն է տարածում Սիլասո Ժողովրդյան, եւ ասված իրա խոսքը տարածում է իրա զավակների միջոցով, Սիլասո Ժողովրդյան, Տերը սորտնի, իրապես օրհնյալը մեր Աստված, այո մենք տեսանք, որ ես էլ որ այդ տեղը կարտացի, մայրա մենք որ այդ դու ժողովրդյան, մենակ այդ մի տեղն հետարքիր է, այդ մի տեղն նշում, երբ որ այդում են եւ իրան սրդերի մեջ որոշում կար, ով պետք է քարը կլորի ժողովուրդ։ Այսինքն հնարավոր է մարդը թե նոր է լսում Աստծո խոսքը, կարող իր մեջ նոր առաջ է գալում։ Ինձի ով պետք է փրկի, կամ ինձի ով պետք է ազատի, կամ ինձի ով կարա ների, չէ ժողովուրդ։ Այսինքն բաներ կա, որ մենք տեսնում ենք մարդու մեջ այնքան հարցեր կա, ժողովուրդ։ Հələ մարդը դիրան ներսը չխնդրած, մեկ է տեսնում ասված այդ խնդրածքը կատարում է ժողովուրդ։ Շատ անգամ մարդիկ խնդրած կա իրաց ներսը, չէ ժողովուրդ, խնդրում են եւ ասված կատարում է քո ներսի խնդրվածքը։ Կարող է դրսի ոչ մի մարդ չի լսե քո խնդրածը, կարող քո ներսի աղոթքը ոչ մեկը չի լսե, մենակ դու ես լսե եւ Աստված ես լսե ժողովուրդ, չէ։ Հիմա եղբայրն երբ որ քարոզում են Տեր օրհնա եղբայրներ, նաեւ հիմա երբ որ Աստծո խոսքա խոսում, հիմա միգուցե քո սրդի մեջ դու Աստծուն աղաղակում ես, դու Տիրոջը խնդրում ես, դու ասում ես Հիսուս ջան, արի մեջ ապրի, արինձի օգնա, անձի փրկա, ոչ մեկը չի լսում քո աղոթքը։ Բայց Սուրբ Հոգին լսում է, կարող այսօր արկեկներ կա քո կյանքի մեջ, չէ՞ ջան, այսօր շատ արկեկներ կա մարդու կյանքի մեջ, շատ անգամ մարդիկ մտածում են, եւ ես արկեկից ես դուր չգամ, եւ ես արկեկը ինձ չազատի, ժողովուրդ, չէ՞։ Բայց երբ որ Աստված տենում է քո մեջը կա հուժարություն, քո մեջը կա աղաղակ դեպի առ Աստված, ժողովուրդ ջան, Աստված քեզ օգնում է քո ամեն խնդիրներից ու դժվարություններից, ժողովուրդ ջան։ Դամար այսօր Տերը օրհնի ժողովրդյան, մենք տեսանք ինչու համար Եսավը չգնահատեց իր անդրանիկությունը ժողովրդյան, այսօր մեզ էլ է տվել Աստված ժողովրդյան, տվել այսօր մեզ անդրանիկություն, Աստծո որդիներ ենք մենք կոչվում ժողովրդյան, չէ, Աստծո զավակներ, եւ Աստված իշխանություն է տվել իր զավակներին Աստծո որդիներ կոչվելու, շատ անգամ մարդիկ իրանց իշխանությունը չեն տեսնում ժողովրդյան, չէ, մի ասադան են, սպասում մարդիկ վախենում են, չէ, ինչպես եղբայր ասեց, պիտի մեռնես այսօր, մարդը վախենում արդեն ժողովրդյան, մի հատ այդ սպասոցից Ինչ մարդիկ վախենում են, կարող է այսօր մեռնեն, չէ՞, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք ինչու համար Աստված բերում է մարդկանց դեպի այն խոսքին, որ մարդը փնտրա Աստծո երեսը, մարդը սիրա Աստծուն, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք այսօր մեր կյանքի մեջ շատ խնդիրներ, դժվարություններ կա, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք օրհնյալ Աստված, որ այսօր մեր կյանքի մեջ աշխատանք է տանում, ժողովուրդ ջան։ Աշխատանք է տանում, որպեսզի քո ներսը ներում գա, որ քո ներսը զղջում գա, քո ներսը ողորմություն գա, ժողովուրդ ջան, չէ՞։ Որտեղ այսօր շատ անգամ մարդիկ ուզում են ներեն ու չեն կարողանում, ժողովուրդ ջան։ Իշքան էլ ասենք եղբայր ջան, քուրիկ ջան, բդի ներես, գիտես, գրված է, բայց մարդու ներսը կա խնդրեմ, ժողովուրդ ջան։ Այսինքն Սուրբ Հոգին երբ որ տեսնում եմ ու քո ներս խնդրեմ կա, նա այդ աշխատանքն է տանում, քեզի բերում է այդ օգնության հարցը լուծում քո ժողովուրդ ջան։ Աստված բի քո մեջ մի հարց լուծի, որ դու կարողանաս ներես ու սիրես, ժողովուրդ ջան, չէ՞։ Մի ասում է սիրա քո տշնամու, չէ՞, այնքան մենք կարա սաղ անգամ ասենք ժողովուրդ ջան, եղբայրներ ջան, քույրը պետք է սիրես քո տշնամուն, բայց մարդը չի կրում։ Մարդու մեջ կա խնդիրներ ու դժվարություններ, ժողովուրդ ջան, դրա համար Աստված գիտա, որ մարդու մեջ կա այս ամենը։ Որպես մարդ ես Ադամ եւ այց եկած սատանայի այդ բնությունից, չես այդ չարությունից ծնված արդեն մենք դեմ ենք սաղի ներս աբականություն կա նաղի սաղից, ժողովուրդ ջան։ Մինչ համար Սուրբ Հոգին մարդուն բերում է այն կետին, որ քեզ օգնի, երբ որ դու ուզում ես, չէ՞, եւ քո մեջ կարիք կա, եւ դու խնդրում ես, Աստված ընթരാճ է գալում քո ներսից մաքրելու այդ ամեն չարիքը, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ չեն օժարվում, չէ, ես չեմ ները, ես չեմ սիրե, չէ, ժողովուրդ ջան։ Բայց շատ անգամ Աստված իր ողորմություններն է տարածում իմ ու քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որպեսզի որ դու կարողանաս, կարող է մեկը կարողանա միակամիցներա, բայց կարող է ինչ-որ մեկը չի կարողանում այս հարցը իր կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Աստված որ տեսնում է մարդու մեջ կա այս խնդրեմը, Աստված ուզում է ոչ թե մարդը այս խնդիրները տեսնելով մեկ այս չեմ կրանները, մեկ այս չեմ կրում սիրեմ, եւ անորեն շատ անգամ մարդուն խապում է, ելեն չես մնացել, կամ մի հատ կյանքիդ վերջ ես տալու, բրզնում ես այն մասը, հարցը դուզում է, չէ՞ ժողովուրդ ջան։ Այսօր եկան խորամանկ կա, երբ որ տեսնում ես քո մեջ խնդրեմ կա եւ քո մեջ անհաղթություն կա, որ դու շատ անգամ ուզում ես ներես, ուզում ես սիրես, բայց չես կարողանում, ժողովուրդ ջան։ Երեմս ասված մեծի ռոբոտներ չի ստեղծել, մի հատ կնոպկեն սխմի ներեցիր ու սիրեցիր։ Այսինքն Սուրբ Հոգին իմ ու քո մեջ աշխատանք նա գալու է քեզ ուզում է օգնի։
Նա ասում աղջիկ ջան, ես գիտեմ, որ դու չես կարող, տղա ջան կամ չես կարող, չէ, բայց ես կարամ քեզ օգնեմ, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք հանձնվում ենք Աստծուն, երբ որ մենք համաձայնվում ենք, հոշարվում ենք, այո, Տեր Աստված, դու օգնա։ Մեզ ենական երևի հիշում եք, չէ, նոր այդպես վկայություն եղավ, երբ որ մի երեխու իր հորը իր այս դեմը սպանում են, իսկ այդ երեխուն չի տեսնում այդ սպանողը։ Այդ երեխեն ասենք պայ մտած տեսնում է, թե ով է իր հորը սպանել, ժողովուրդ ջան։ Այ երբ որ այս երեխեն մեծանում է եւ ինքը իր մեջ հարց է դնում, որ մեծանա, որ այդ սպանողից վրեժ լուծի, ժողովուրդ ջան։ Սա արդեն դրվում է իր մեջ։ Մենք հասկանում ենք, այս խավարը, որ դա Աստծո չէ վրեժը, ժողովուրդ ջան, այս այդի դա խավարից է։ Խավարն ասում, որ մարդը մեկը մեկից վրեժ լուծի, չէ՞։ Այսօր տեսնում եք ինչ-որ ինչեր կա, ասենք, երբ որ մեկը մեկի հետ կռվում են, ժողովուրդ ջան, արդեն մեկը մյուսին սկսում է նույնիսկ վնասել։ Այդ գրիվը չի դատարում։ Դամար այսօր Աստված ինչ ասում, Աստված մենք դու քեզ օգնի ժողովուրդ ջան, որ այսօր մենք ապրենք Աստծո խոսքի ճշմարտության լույսի մեջ։ Հետո երբ որ երեխեն մեզանում արդեն տարիքով է դառնում, արդեն եւ երեխեն ապաշխարում է, արդեն տղա է դառնում, մեծ տղա ժողովուրդ ջան։ Տերս օրհնի ժողովուրդ։ Երբ որ երեխեն մեծում է, երբ որ ապաշխարում է երեխեն ժողովուրդ ջան, վերջ երեխա է, դե արդեն երեխա չի, քաղաքին տղա է դառնում։ Երբ որ կարդում Աստծո խոսքը, երբ որ հասնում այն տեղը, որ պետք է սիրես քո թշնամուն, ժողովուրդ ջան։ Եղբայրը կանգ առնում, ասում է Տեր Աստված, ոնց կարամ սիրել այն հոգուն, այն թշնամուն, որը իմ հորս իմ աչքերի դեմ սպանել է, ժողովուրդ ջան։ Այո, Աստված էլ է տեսնում, շատ անգամ տեսնում է, որ իրապես մարդու համար շատ դժվար է, ժողովուրդ ջան։ Եթե դա հեշտ գործ են, այսօր բոլորը սա մեկին կներեր ու կսիրեր, ժողովուրդ ջան։ Մարդ Աստծո կարիք չէր ունենա։ Ինչու համար Աստված այսօր տեսնում է, որ մարդը առանց Աստծո ոչ մի բան չի կրանի, ժողովուրդ ջան։ Այսօր ես դու հասկանանք, որ առանց Քրիստոսի մենք ոչ մի բան չենք կնա, ժողովուրդ ջան։ Եվ եղբայրս կմա կարտալ եւ աղոթել, Տիրոջը խնդրում է եւ Աստված իր սիրտը փոխում է, ժողովուրդ ջան։ Փոխում է, որ այդ հորը սպանողին ինքը ների։ Եվ ինքը ներում է իր սրտի մեջ, ժողովուրդ ջան, Աստծո օգնությամբ։ Եվ կարդում արդեն հասնում է այն տեղը, որ ասում է, երբ որ թշնամից սովածը հաց դուր, հասավ երկրորդ կետին, արդեն ժողովուրդ ջան, ամենադժվար կետն էր իր համար, որ պետք է դաժե հաց տայր թշնամու, ժողովուրդ ջան, այնքան դժվար է։ Այո, քանի մենք որպես բաների մեջ չենք անցնում, շատ անգամ մենք շատ հեշտ ենք մտածում, բայց երբ որ մարդը գալու է այդ պարագայի մեջ, հասկանում ես, որ իրապես շատ դժվար է, եթե Աստված ինձ ու քեզ չօգնի, ժողովուրդ ջան։ Եթե Տերը չօգնեց, ոչ մեկս չենք կրա։ Պետրոս էլ ասեց, Տեր, ես քեզից չեմ ուրանա, մինչև կյանքիս վերջ ես քեզից չեմ ուրանա, կմնամ քեզ հետ չես ենք, բայց Տեր ասեց, Պետրոս ջան, լավ եկակը դու արդեն եկակը կուրանաս, ժողովուրդ ջան։ Տեր արդեն տեսավ։ Ինչով որ Պետրոսին կոտրեց իր հբարձում, որ Պետրոսը հասկանա, այո, Պետրոս ջան, Արմեն ջան, ասենք եղբայրական բույնը, սաղսել կուրանանք ասում, եթե Աստված մեզի չօգնի, ժողովուրդ ջան։ Համար մենք միշտ ասում ենք, Տեր Աստված, դու մեզի պահես, Հիսուս ջան, եթե դու մեզ չպահես, այսօր այնքան մարդիկ են աշխարհ գնացել, ժողովուրդ ջան։ Այսօր այնքան հավատքի մարդիկ կան, որոնք դժոխքում վառվում են։ Մենք չենք ուղղ մեզ համար ցավը։ Ժողովուրդ ջան, ինչու համար այսօր մենք ենք ասում, Տեր Աստված, եթե դու մեզի չպահես, մենք մարդ ենք, ինչ տարբերություն, ժողովուրդ ջան, մենք այդ մարդկանցից լավը չենք։ Բոլորս էլ մեղքով եկած այդ մարդու հետ Ադամ եւ Եվայից եկած մարդիկ ենք, ժողովուրդ ջան։ Հետո երբ որ այս եղբոր կյանքի մեջ Տեր իր ողորմություն անում է, օգնում է, որ այս եղբայրը իր թշնամուն հաց տա, ժողովուրդ ջան։ Եվ եղբայրս մա վերցրեց передачи այդ մապեր այդ հոգուն տեսնելու համար տեսակցություն վերցնում այդ իր հորը սպանողի, ժողովուրդ ջան։ Դամար Տերը աշխատանք է տանում եղբոր սրտի մեջ, որ եղբայրը կարողանում է, ժողովուրդ ջան։ Թեկուզ քույրիկ ջան, դու կլես այսօր չէ։ Այսօր մենք ձեր սրտերը չենք տեսնում, ժողովուրդ ջան։ Երբ որ եղբայրները քարոզում են կամ երբ որ Աստծո խոսքը խոսում է, շատ անգամ մենք ասում ենք, ժողովուրդ ջան, մենք ձեր սրտի մեջի եղած դժվարությունը, խնդիրները, վերքերը, ցավերը, այդ աննարին բաները, որ կա կոկյան, մենք ոչ մեկս չենք տեսնում, ժողովուրդ ջան։ Ոչ է դու ես տենում սրտի մեջ եղած դժվարությունները։ Բայց Սուրբ Հոգին այսօր տեսնում է, հենց հիմա քեզ տեսնում է Սուրբ Հոգին։ Ինչ կա քո մեջը, ինչ դժվարություններ կա, ինչ խնդիրներ կա, որը ոչ եղբայրն է տենում, ոչ էլ ես, ժողովուրդ ջան, որ Աստծո խոսքին խոսում, չէ՞։ Դամար Տերը օրհնի ասո ժողովուրդ ջան, եւ ես եղբայրը վերցնում է передачи տմա տեսակցության ես բռնավորին, որ իր հորը սպանել էր, վերջը գալու է տեսակցության, նստում են իրար դեմ դիմաց, ասում է, գիտես, ես ով եմ եղել, ես ով եմ, ասում է, ես այն երեխեն եմ եղել,
որ իմ հորս իմ աշխի դեմս սպանեցիր։ Ես ուզում եի վրեժ խնդրեի, անեի վրեժ խնդրություն անեի քեզ, բայց Աստված իմ սիրտը փոխեց, որ ես քեզ ներեմ ու քեզի հաց տամ։ Ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ է, երբ որ քո կողմը կատարվում է, Տերը օգնում է քո մեջ, կատարվում է այդ խոնարհությունը, այդ հեզությունը, այդ կոդրվածությունը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, լավ իմացի, Աստված դիմացինի հարցել է լուծում։ Երբ որ Աստված քո մեջ բերեց այդ խոնարհության, կոդրության, այդ որ կոդրվեց մա Երանի խոնար եւ կոդրա, չէ՞, մա սիրտը Տերը չի անարգում։ Եվ մենք տեսնում ենք իրապես շատ անգամ, երբ որ դու խոնարհվում ես, Սատանեն ասում է, այ մարդ, դու ես խոնարհվում, հələ նա դες քեզ ինչ ասի, ինչ արի, չէ՞ ժողովուրդ ջան։ Իմ կյանքի մեջ շատ եղեց է գործի տեղ, երբ որ ես խոնարհվել եմ, ժողովուրդ ջան, Աստված այս մարդու սիրտը ոչ չի փոխել, ժողովուրդ ջան, չեք պատկերացնում։ Այս մարդը առավոտ կանուխ եկել, ածում էր, արդեն ներողություն էր խնդրում։ Ես հասկացա, երբ որ մենք խոնարհվում ենք, Աստված այդ քո խոնարհության միջոցով տվյալ մարդու հարց է լուծում, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մեզի անհասկանել է այս ամեն բաները։ Ոնց կարամ ես ներեմ, շատ անգամ մարդը չի կրում զսպի, բա մերկու բան էլ ես չասեմ։ Ասում եւ գնում ավելի շատ ինքը խնդրի մեջ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք ունենք դժվարության մեջ, երբ որ մենք չենք լսում Աստծո, ժողովուրդ ջան։ Երբ որ այս մարդուն ներկայացնում է, թե ինքը ով է լինում, ժողովուրդ ջան, այս մարդը ողբում է, լացում է, զղջում է, ներողություն է խնդրում, ժողովուրդ ջան։ Աստված այս մարդու կյանքի մեջ ուրիշ ողորմություն ներեց, զղջում բերեց, ապաշխարություն բերեց։ Ասում եմ, երբ որ այս մարդը դուրս է գալում Բերտից, գալում է այս տղուտունը, իրան որպես հայր մնում է իր այդ տղուտունը, ժողովուրդ ջան, որպես հայր է մնում արդեն։ Մենք տեսնում ենք Աստծո գործը, սիրելի ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ է մեր Աստված, երբ որ Աստված մեր կյանքի մեջ ինքն է անում սա։ Տանգամ շատ անգամ մարդիկ տառապում են, չեն կամ եւ չեն կարող հանձնել Աստծուն եւ հասկանան, որ իրանց կյանքի մեջ այդ գործը պիտի Աստված անի։ Քո կողմը դու մոտիկանաս Աստծուն, խնդրես, աղոթես, այս քարը ով պիտի վերցնա իմ ճանապարհից։ Երբ որ քո մեջ կա որոշում, մենք տեսնանք, որ այդտեղ մի տեղն է գրում մենակ Մարկոսի մեջ, որ երբ որ իրան գնացին, տեսան, որ արդեն քարը գլորված էր։ Շատ անգամ երբ որ դու ես մտածում քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, երբ որ այս հարցը ով դրում, մեկ է տեսնում ես այդ հարցը արդեն Տերը լուծել է։ Այո, զարմանում ես, փառավորում ես Աստծուն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ խնդրում են եղբայր ջան, հոգս կա, կարի կա, աղոթա։ Վլա մինչև այս սմայլի գիշերում արդեն Տերը լսեց այդ աղոթքը, ժողովուրդ ջան, պատկերացնում ես։ Արդեն Աստված լսեց այդ տվյալ մարդու աղոթքը։ Ասում է, մինչև ձեր խնդրվածքը ես արդեն գիտեմ, թե ձեզի ինչ է պետք։ Այսինքն, այն ինչ որ դուզում ենք, մենք խնդրում ենք, Աստված արդեն գիտա, ժողովուրդ ջան։ Բայց ինչու համար Աստված դրել է, որ մարդը Աստծո հետ կապ ունի, Աստծուն խնդրի, Աստծուն աղաղակի, ժողովուրդ ջան։ Դամար այսօր դու պիտի գնահատես քո կոչումը, որ Աստված քեզ տվել է կոչում։ Եսավը չգնահատեց, ժողովուրդ ջան։ Եսավը դա սովորական բան էր, անդրանիկություն։ Հնարավոր է շատ անգամ մարդիկ էլ, հավատքի մարդիկ չպատկերան, թե իրանք ովքեր են, որ իրանք շատ թանկ գնով են գնված, ժողովուրդ ջան։ Այո, Աստված մեզի դառը տվավ, չէ՞, ծրի փրկություն է տվել ինձ ու քեզ, ժողովուրդ ջան, ծրի։ Դամար քանի որ մի բանը ծրի է, շատ անգամ մարդիկ ոնց որ այդ լուրջ չվերաբերվեն ծրի վրա, ժողովուրդ ջան, չէ՞։ Եթե մի բանը քեզ ծրի են տալում, կարող ոնց որ քո համար ասենք դրջություն չլինի։ Այ երբ որ դու թանկ գնով ես գնում, արդեն օհո, էսի մի քիչ նայ մեջ կորցնես, նայ այս բան չէ, չէ՞, ասենք ժողովուրդ ջան։ Մենք տեսանք ինչու համար Քրիստոսը ծրի չառավ, Քրիստոսը կյանք տվավ այս եկեղեցու համար, մի մուք համար, որ նա թանկին է վճա, դա համար այսօր այնքան է մտածում իր ժողովրդի մասին, ժողովուրդ ջան, այնքան շատ է մտածում, որպես իր մի զավակի ոտն էլ քարին չկպնի։ Աստծո նպատակը, որ իր երեխեքը դաժե ոտը քարին չխփեն, այսինքն չետան այդ մեղքի ճանապարհ, չետան այդ մեղքին խփեն, դու ասեն ես մարդ քարով դրես այս ճամփի, այդ քարը կար, դու պիտի տեսնես։ Դու պիտի ուներ հոգևոր աչքեր տեսնել, որ քարը կա, այսինքն մեղքի բնությունը կա, անորությունները կա, չարաշխարի մեջ ամեն մեղքի ցանկություններ կա, դու պիտի արդեն տեսնես, որ վամսոր դու չգնես այդ մեղքի մեջ, դու ասես այն մարդեսի ով բերեց այս մեղքը, ուր եկավ ինձ կվուս, դիպետի կար։ Այ դու պիտի հրաժարվես այդ մեղքից, դու պիտի ապրես Քրիստոսի հետ, սիրելի ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի, օրհնյալ է մեր Աստված։ Դամար Հովանու 3-րդ գլխի 15-16 Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն անոր հավատա, այնքան օրհնյալ է այդ խոսքը, ժողովուրդ ջան։
Երբ որ այդ խոսքը ես կարդացի, երբ որ ինքան օրհնյալ Տերը բացեց, ամեն ով որ անոր հավատա չկորսի։ Հետո ասում եմ Տեր ասած, բա եթե հավատացել եմ, բախի պիտի կորսվեմ, Ժողովուրդ ջան։ Հարց չենք տալու մեզի, Տեր ասված, ամեն հավատացողը չկորսի, բայց ինչի պիտի հավատացյալը կորսվի։ Այսինքն ասված տեսնում է, որ այո, հավատացյալը դաշը ծրվում է, էտում աշխարհ, էտում կորում է, էտում դեպի իր մոլորության, շատ իրանց վնաս են տալում, շատեր Աստծուց ուրանում են, Ժողովուրդ ջան։ Այսինքն ասված տենում է, որ այո, շատ անգամ մարդիկ Աստծուց հեռանում են, հավատքի մարդիկ, Ժողովուրդ ջան, ովքեր Աստծուն տարիներով ճանաչել են, Ժողովուրդ ջան, չէ, Աստծու հետ հաղորդակցվել են, Աստծուն սիրել են, Աստծու հետ կապ ունեն, բայց մի պարագա է գալը, մեկ էլ ասում է, Աստված քո աղոթքը չի լսում, այս խեճը խառնում է իրար։ Եվ մարդը սկսում է իր մեջ մեղքեր փնտրել, բայց Աստված քո աղոթքը լսում է, Ժողովուրդ ջան։ Սա անհավատությունը, երբ որ մեր կյանքի մեջ դաժե մարդը շատ անգամ չի հավատում, Աստված իր մեղքը ներել է, թե չի ներել, Ժողովուրդ ջան։ Դամար թող Տերը օրհնի սիրասո Ժողովուրդ ջան, օրհնյալը մեր Աստված, որ Աստված ինձ ու քեզ օգնում է, Ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ հայր ունենք, Ժողովուրդ ջան, մենք չենք պատկերացնում մեր հորը։ Շատ անգամ այո, մենք հավատացյալներ ենք, տարիներով քայլում ենք, պաշտամունքներ ենք գնում, աղոթում ենք, շատ անգամ մարդը երկում աղոթում է, բայց շատ անգամ մենք տեսնում ենք, որ մենք մեր հորը չենք ճանաչում, ով է իմ համար իմ Քրիստոսը, իմ Աստված, ով է իմ համար։ Շատ անգամ մարդիկ սդության ավելի շատ են հավատում, քան իրանց հորը։ Աստված քո մեղքերը ներում է, մեկ էլ սատարեցում է, մեկ էլ Աստված քո մեղքերը չի ներ։ Այս խեժը գնում է տառապում է, իմ մեղքը Աստված չի ներել։ Այ քուրիկ ջան, այ եղբայր, ոսկին Աստված քո մեղքը, եթե դու զղջում ես, ասեն չի պիտի քո մեղքը չների։ Ի՞նչն է պատճառը։ Եթե Աստված իր կյանքը տվա մեղավորի համար, այս ամբողջ աշխարհի մեղքը վերցես գամես խաչի համար, խաչի վրա գամես, Ժողովուրդ ջան։ Այ որ մարդը զղջում է, դառնում է Աստծուն, Աստված ասում է տղա ջան, ես քո մեղքերը ներում եմ։ Ասում է դաժե ծովի անդունդն եմ գցում քո մեղքերը, ժողովուրդ, շատ անգամ մարդիկ մտնում են ծովի անդունդը մեղք են գտնում, հանեն բերեն։ Այդ տնաշե թող մնանդելի քեզ ինչ պետք է։ Են չես ընկեն դե մանես կալում։ Տերես օրհնի, Ժողովուրդ ջան, Տերես օրհնի։ Մեր կողմը իշքան մենք մոդիկանում ենք Աստծուն, Ժողովուրդ ջան, մեր կողմը ավելի շատ մոդիկացեք Աստծուն, իր հետ կապ ունեցեք, սիրեք Աստծուն, ձեր ներսը բացեք Տիրոջ, ինչ որ պետք է Տերը ձեզ կսովորացնի, կաճեցնի, կմեծացնի, Ժողովուրդ ջան։ Դամար երեխեն միշտ մոր գրկին է մնում, Ժողովուրդ ջան, որ մայրը միշտ կերագրում է։ Դամար Աստված ուզում է մենք էլ այդպես, այդ երեխեքի պես մնանք մեր Հիսուսի գրկի մեջ, հոր գրկի մեջ մնանք։ Իր անունը փառավորվի, Ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ Աստված է, որ տես իշքան մարդիկ են աղոթում Աստծուն։ Միլիարդավոր մարդիկ հիմա աղոթում են Աստծուն, Ժողովուրդ ջան, հենց հիմա հնարավոր է։ Բայց մեկ է տեսնում ես Աստված այդ ամբողջ ժողովրդի աղոթքը լսում է։ Մենք ասում եմ Տեր Աստված, մեկը անձրև ազում, մեկը չուզում, մեկը ձուն ազում, մեկը չուզում, ասենք ո՞ց է կրում ես, ամեն մարդ ուզած բիք Տերը ողորմություն է, Ժողովուրդ ջան, չէ՞։ Հնարավոր ասենք դե Հայաստան մենք գիտենք շատ ձուն չի գալու, մեկը կարող երեխա աղոթել է ձուն ազում, ես ձուն է գալու, Փառք Հիսուսին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մեր Հայր Աստվածը լսում է իր երեխեքի աղոթքը, Ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրհնի ինձ ու քեզ, սիրելի Ժողովուրդ ջան։ Միգուցե մարդիկ առաջ անգամ լսեն Աստծո խոսքը, Ժողովուրդ ջան, չէ, երբ որ մարդը լսում Աստծո խոսքը, ես էլ որ առաջ անգամ լսեցի այդ դժողքի կասետ կա, Ժողովուրդ ջան, 96 թվերն էր, երևի 97-ին եմ ապաշխարի։ Երբ որ լսի մի հատ դժողքի կասետ, երբ որ այդ քույրիկին Տերս մա գալու մեր գիշերը տեղաշորից տանում էր իր հոգին։ Մարմինը մնում էր ամուսնու կողքին, Ժողովուրդ ջան։ Հոգին տանում էր, ասում է դժողքի լրիվ ընդարկը ցույց էր տալում դժողքը։ Որքան մարդիկ ընդ դարեզդար տանջում են, վառում են, շատ անգամ մարդիկ ասում են, այ մարդ ինչ դժող չկա։ Ասում եմ, լսա ինչ, եթե դու ասում ես դժող չկա, չէ՞ որ դժողքը վերածավ, Ժողովուրդ ջան։ Եթե մի մարդը չի հավատում դժող կա, թե դրախտ կա, թե չկա, չէ՞ որ դժողն ու դրախտը վերածան, դրանք կան, Ժողովուրդ ջան։ Այդ քու չհավատալով դժողքը դրանք չեն վերանում, պրոստը քու համար է դժվար կամ եթե դու վամսոր կազնվես ընդեղ, ու հետո ընդից պրծում չկա քեզ, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ ասում ենք հիմա մարդիկ, հենց հիմա չես ենք, մարդը կրասա ուզում եմ հավատամ, կուզեմ չեմ հավատա, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր տենում ենք հիմա մարդուն ազատ կամք կա տված, բայց այն աշխարհի մեջ ել քու կամքը չկա ոչերի մը, Ժողովուրդ ջան։ Եթե մենք գնացինք երկինք, ընդ արդեն մեր կամքը չի, գուզել եմ այդտեղ կապրում, գուզեմ, ընդ արդեն կա Աստծո ծրագիր կա քեզ այնտեղ։ Աստծո իր դժողքում կա հատուկ նույնպես մարդու համար։ Այնտեղ այն մարդը չի կրասա, ես այնտեղ եմ ուզում վառվեմ, թե չեմ ուզում վառվում, դες բաներ չկան դե Ժողովուրդ ջան։ Հիմա է պրոստը Աստված տվել է մարդուն ազատ կամ։ Ադամ Եվային է տվեց ազատ կամ ընտրություն, ասես ընտրեք, որն եք ուզում։
ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք իրապես մարդիկ ավելի շատ խավարն են ընտրում, քան թե լույսը։ Մենք մի օր դրա մասին խոսենք։ Դամար իրապես այսօր տեսնում եք շատ մարդիկ, անհավատ մարդիկ, ասենք խավարն են սիրում ժողովուրդ ջան։ Որ մի բան էլ Աստծո մասին կարող խոսես, քեզ մի բան էլ ինչ Աստված, մենք քեզանից լավ հավատում ենք, մեռնեմ Աստծո զորություն, ասում են, բա ուր է քո հավատքդ։ Հավատքդ առանց գործի մեռած է, սա ամբողջ աշխ սատանն էլ ասում, դևեն էլ ասում, մենք էլ ենք հավատում Աստված կա, բայց օգուտը ո՞րն է իրա, փրկություն չկա ժողովուրդ ջան։ Տերս օրհնի ժողովուրդ ջան, Տերս օրհնի ինձ ու քեզ էլ, Տերը հիմա թող այցելա ինձ էլ, քեզ էլ, Տեր, մոտիկանա ձեր սրտերին, օգնա ձեզ, ինչ որ դժվարություն կա, եղբայրներս որ խոսածին, ձեր կյանքի մեջ, ձեր ընտանիքների մեջ, Տերը գա այցելա, օրհնա, ողորմա ժողովուրդ ջան։ Այնքան օրհնել, երբ որ մեր ընտանիքների մեջ հրավիրում ենք Հիսուսին, ասում ենք Հիսուս ջան, արի իմ տան մեջ, Հիսուս ջան, արի եւ օրհնա։ Այսինքն դու պետք է քո տան մեջ տաս տեղ Հիսուսին, որ Հիսուսը գա քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ ինքը մտնի ժողովուրդ ջան։ Երբ որ Աստվածը մտնում քո ընտանիքի մեջ, նա բերում է սեր խաղաղություն։ Ժողովուրդ ջան, դամար Տերս օրհնի։ Ես մի քանի խոսք Տիրոջ խոսքից կարտանք, սիրասեր ժողովուրդ ջան։ Առաջի թուղթ Հովանու 5-րդ գլխի 18 համարից կկարտանք ժողովուրդ ջան։ Առաջի թուղթ Հովանի 5-րդ գլխի 18 համարից ժողովուրդ ջան։ Եվ տեսնենք Աստծո խոսքը ինչ ունի ինձ ու քեզ ասելու եւ սովորացնելու ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը այսօր քեզ համար եւ դաս է, եւ կերագուր է, եւ իմաստություն, եւ խելք, եւ շնորհք, եւ ազատություն է։ Աստծո խոսքը։ Երբ որ քո կյանքի մեջ կա Հիսուսը, քո Աստծո խոսքը կա ժողովուրդ ջան։ Եվ որ այդ դժողքի կասետը լսի ժողովուրդ, երբ որ մարդիկ դժողքում վառվում են, ես հələ նոր էի, ճիշտ է, լսել էի հավատքի մասին, ասի Հիսուս ջան, ես չեմ ուզում այդամ դժողք։ Ես հավատում շատերը կարող այսօր ասեն, մենք էլ չենք ուզում այդամ դժողք։ Տեր ասում է, ես էլ չեմ ուզում, տղա ջան, աղջիկ դու այդած դժողք։ Դարի ինձի, ընդունանձի որպես Տեր ու Փրկիչ ու հետևա իմ պատվիրաններին, Աստծո խոսքին։ Ես քեզ կտանեմ երկինք։ Եվ ես սկսեցի Տիրոջ երեսը փնտրել ժողովուրդ, կամ ես աղոթքյանում մինչև Տերը իջավ 97 թվին, երբ որ Տերը այցելեց ժողովուրդ, սա հեքիաթներ չեն, սա կյանք կա։ Երբ որ Աստված գալում է, Տերը գալում է քեզ, մոտիկանում է քեզի այցելում է ժողովուրդ, դու սովորական մարդ չես, արդեն քո ներսը արդեն վառվում Աստծո սիրով ժողովուրդ։ Աշկերտս արդասունքներ էտում է, լացում է, ասում է, Տեր Աստված, էս ինչ քաղցրես դու Հիսուս ջան։ Այո, շատ է լսել Հիսուսի մասին, շատ է իմացել, բայց այն որ անձամբ Աստվածը քեզ այցելում սիրելի հոգի, երբեք չնայես քո վիճակին, դու կանչա Հիսուսին, ասա Հիսուս, ես քեզ եմ ուզում, արի իմ կյանքի մեջ ապրի։ Աշկերտս արդասունքներ էտում է ժողովուրդ ջան, կյանքը իջել էր իմ մեջ, ասում Հիսուս շարես ինչ քաղցրես։ Այո, ժողովուրդ ջան, այդ օրվանից Տերը պավարոտ արեց իմ ներս, իմ կյանքս միանգամից փոխեց, վերեց ինձ ծնունդ տալը ասած ինձ ու քեզ, որ դու մենք ապրում ենք արդեն Աստծո համար, սիրում ենք մեր Տիրոջը ժողովուրդ ջան։ Այո, կարող տգալ լինենք, կարող թույլ լինենք, կարող շատ բաների մեջ ունենանք դժվարություններ, բայց Աստծուն սիրում ենք մենք, սիրո ժողովուրդ ջան, եւ մենք ուզում ենք մեր հոր հետ ապրենք։ Տերս օրհնի բոլորի սիրո ժողովուրդ ջան, Աստված քաղցր, ճաշակեցեք ու տեսեք։ Ովքեր ուզում են Աստծուն համը տենան, պետք է ճաշակեք ժողովուրդ ջան, պետք է փնտրեք, խնդրեք Աստծուն, դուռը թագեք Հիսուս ջան, ես էլ եմ ուզում քեզ ճաշակեմ։ Այս եղբայրը ասում է ճաշը, բայց ես էլ եմ ուզում քեզի ճաշակեմ Հիսուս ջան։ Այդ որ Աստված մի հատ քո կյանքի մեջ գալում հանդիպում ես իրան, կենտանի Աստծուն, եւ դու հասկանում ես, որ իրապես կյանք կա, Քրիստոս կա ժողովուրդ ջան։ Ետնանք ինչ ունի Աստծո խոսք ինձ ու քեզ ասելու ժողովուրդ ջան, Հովանու ավետարան, առաջի Հովանու 5-րդ գլխի 18 խոսքից։ Ասում է, գիտենք, թե ան, որ Աստուծո մեջ ծնած է, մեղ չի գործե, ժողովուրդ ջան։ Հիմա եթե մենք քեզ հարցնենք, դուք Աստուծո ծնված եք, ես հավատում պետք է ասեք, հա, ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, որ այսինքն դուք ձեր մեջ հիմա որոշում եք, պետք չի միկրոֆոնը ասեք, ասած որ որ մեզի հարց է տալում, չէ՞, մենք մեր մեջ արդեն որոշում ունենք։ Ասում գիտենք, թե ան, որ Աստուծո մեջ ծնած է, մեղ չի գործում։ Այսինքն, եթե դու Աստուծո ծնված ես, մի կարող դու ես եղբայր ջան, բայց մեղք եմ գործում, ո՞նց եմ կարող Աստուծո ծնված չեմ ժողովուրդ ջան։ Այս խոսքը այն խոսքն է, երբ որ մարդը հոժարական չի մեղքի մեջ ապրում ժողովուրդ ջան։ Սա այն բանն է, որ մենք առաջ ապրում ենք մեղքի կյանքի մեջ ժողովուրդ ջան, ինչ ծնված Աստծուց։ Մենք ապրում ենք մեղքի կյանքի մեջ։
Բայց երբ որ դու Աստծուց ծնվել ես, այդ մեղքը քեզ հաճելի չի գնում, ժողովուրդ ջան, մարդ ես կարողանես խնդիրներ դժվարության մեջ, բայց էդի քեզ էլ հաճելի չէ։ Դու միշտ մտածում ես, ստանից ոնց ազատեմ, այս մեղքից ոնց ազատեմ, ընդից ոնց պետք է ազատեմ, Հիսուս ջան, հբարտությունից, բարգությունից, այնքան բաներ կա մարդու կյանքում, ժողովուրդ ջան, այնքան բաներ կա, թվել չենք այդ բռնենք, ժողովուրդ ջան, իմ ու քո կյանքի մեջ։ Դա մարդը գիտենք, թե ան որ Աստծուց մեղ չի գործել, ան որ Աստծուց ծնած է, իր անձը կպահե։ Օրհնյալ է մեր Աստված, ժողովուրդ, ինչ ասում ինձ ու քեզ Աստված, ան որ Աստծուց ծնած է, իր անձը կպահե։ Ասում իր անձը կպահի ու չար անոր չի դպչիր։ Ասում ան որ Աստծուց ծնված է, իր անձը կպահե, որպեսզի չարը քեզի չկպնի, ժողովուրդ ջան, չէ՞։ Շատ անգամ մարդիկ ասում են, եդիս կնա փախի, եդիս կնա իմ ասում եմ, դու այդպես բան չի, եդիս էլ փախավ գնա, ժողովուրդ ջան։ Աստծո խոսում ասում Աստծուց մեծ ծնած է, իր անձը կպահե, այս երբ որ քու անձդ պահում ես մաքուր, սուրբ, Աստծո երեսը փնտրելով, մեղանչում ես, զղջում ես, տգարես, եչը տիրոջ երեսը փնտրում եւ քու անձը պահում ես եւ չարը քեզ չի կարա մոտիկանալ, ժողովուրդ ջան։ Նա կարող մարդկաց մտքեր տա, խապի մարդուն, բայց նա իրավունք չունի, ժողովուրդ ջան, մինչև Աստծո թույլատվություն չեղնի։ Դամար մենք տեսնում ենք, այո, այսօր եթե ասում ես, որ ցես եդից կնա սատանա, ավելի լավ է դրա տեղը քո անձդ մաքուր պայես, քո անձդ պայես ամեն չարից, ժողովուրդ ջան։ Եվ ասում է, ու չար անոր չի դպչիր։ Ասում է, գիտենք, թե մենք Աստուծո մենք ու բոլոր աշխարհը չարին մեջ է։ Գիտենք, որ մենք Աստուծո մենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է, ժողովուրդ ջան։ Ինչու համար մենք կենական, եթե հիշում եք, խոսացինք դրա մասին, մի սիրա աշխարհ եւ ինչ որ նրա մեջը կա։ Եվ Հովանու 3:16 մաս եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, ժողովուրդ ջան, չէ՞, որ իհավ միացում որդուն տվավ, որպեսզի ամեն անոր հավատացողը չկորս։ Այսինքն մենք տեսանք, որ դե տվավ իմ ու քո համար եւ դու հավատում ես եւ Տերը քեզ պիտի պահի, որ դու չկորսվես, ժողովուրդ, եւ ես։ Ես հիմա տեսնում եք ինչու համար մի սիրա աշխարհ եւ նրա մեջ ես, որտեղ նրա մեջ մեղքի ցանկությունների մասին է նշում, ժողովուրդ ջան։ Աշխարհ եւ մեղքի ցանկություններ։ Եվ դա համար ասում է, գիտենք թե մենք Աստուծո մենք ու բոլոր աշխարհը չարի մեջ է։ Շատ անգամ մարդիկ մտածում են, այս հաջորդ տարին էս ղեկավարը փոխվավ, լավ տարիք են, ժողովուրդ ջան։ Մենք հիշում ենք, վերջը մենք տարիքներ ենք արդեն ունենք, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ մտածում են, էսի փոխվավ, լավ կյանի։ Հետո էդի գալմա լավ չէ, հետո մյուսը, հետո էս մյուսը ասում են։ Այն որտեղ ղեկավարի հետ այնպես խոսում, ասում եմ, դե լավ բան չի սպասում, դե մինչև կարա երրորդ համաշխարհային պատասխան սպասի, ժողովուրդ, պատերազմ սպասի, մենք չենք իմանում։ Ասում եմ, մի քիչ 60 քանի տարեկան ենք, ինչ կա բունի, քանի տարեկան ուզում ես ցեղի, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված ինչ ասում է, այսօր ես ամբողջ աշխարհը մեղքի չարի մեջ, ժողովուրդ ջան, այդալով մենք այսօր տեսնում ենք շատերս արդեն տարիք ունենք, այն տարիները եւ այս տարիները շատ տարբերություն կա, ժողովուրդ ջան։ Հիմա երեխան էլ ուզես չուզես երեխան միակոս մտնում հեռախոսի մեջ։ Արդեն ինչքան ես տեսնում ես այլ նոր ծնված մարդը մի ամիս երկու ամիս արդեն հեռախոս ասկում, ժողովուրդ ջան։ Ով սովորեց երեխուն։ Այսինքն մենք տեսնում ենք տարիները փոխվում եւ մարդիկ են փոխվում եւ բնությունը փոխվավ մարդկան, ժողովուրդ ջան։ Այնված ծածկված, այնված ամոթխածություն կար, այնված հարգան կար, այնված մեծը պիտի կար, ելներ պիտի փոքրը կայներ, բայց հիմա ով կա այդպես, հիմա պիտի մեծ ելնի կանի, որ փոքրը նստի, ժողովուրդ։ Սա է այսօր այս դարը։ Այսինքն եկավ մի դարաշրջան եւ եկավ խորամանկ դարաշրջան, ժողովուրդ։ Այնված մա եղբայրներին բերտեր դնում, չէ՞, եւատ քույր, ով հավատքի մարդիկ եւատ բռնում էին։ Տանջում են, չա, հիմա խորամանկությամբ է մոտենում այդ օծս, մասպես օլոր մոլորա գալում։ Խապելով արդեն գալու, ժողովուրդ ջան, իրանք արդեն ունի ուրիշ խետրություն։ Նա հասկացավ այդ բերտի ժամանակ շատերը ամուր մնացին, ժողովուրդ ջան։ Այն եղբայրը, որ բռնին բերտ տրեցին, այդ եղբայրերը մինչև վերջ հավատարիմ մնացին։ Ամուր մնացին եւ տիրոջը չուրացան։ Երբ որ մի եղբոր իր երեխուն իր դեմը սպանում են, ժողովուրդ ջան, երբ որ եղբորը բերում է երեխուն արդեն իր դեմ սպանելու, երեխան եղբայրը արդեն մա դժվարության մեջ, ժողովուրդ ջան, ասում է Տեր Աստված, ոնց անեմ, ես էլ չեմ կրում դիմանամ։ Եվ երեխեն ասված երեխուն բերնում խոսում ընձի պեչի դավաճան խայր։ Եվ երեխուն սպանում են որ դեմը, ժողովուրդ ջան։ Սա դժվար է։ Բայց Աստված է ողորմ, ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, բայց երբ որ մարդիկ դուրս են գալու բերտից եղբայրությունը, ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք այս ազատությունը շատերին վնասել։ Շատ հոգիներ այս ազատության մեջ վնասվան, ժողովուրդ ջան։ Այսինքն հիմա գալու է ծուր մոլոր։
Մարդկանց խապումը, ասում է կարևոր չէ ոնց է դու Աստծուն հավատում, կարևոր սիրտը դա։ Ոնց ուզում ես հագնեմ, ոնց ուզում ես ապրի, всё, կարևոր սիրտը։ Մարդկանց խապում է ժողովուրդը։ Շատերի խապում է, որ Հիսուս ես ինչ օրը գալու է, հետանք դիմավոր։ Շատեր մարդիկ այդ մեն դիմավորում են ժողովուրդ ջան։ Ես այնօր կակրած Մակադանց դրա մասին եմ խոսում։ Ասում եմ հավատքի մարդիկ այդտում են Հիսուս դիմավորու լեռները։ Բա ով մարդ, բա դու ավետարան չես կարդում, չես իմանում, որ Աստված պարզ գրել է ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ է մեր Աստված, պարզ գրել է, որ ոչ օրը գիտեք, ոչ ժամը, всё։ Ով որ կկա քեզի կասի, ուզում է եպիսկոպոս, ուզում է առաքյալ, ուզում է հրեշտակ, եթե գավ քեզ ասես, Հիսուսը էս ինչ օրը գալու է, ասա յետից կնա, ես քեզ չեմ հավատում։ Ավետարանպես բան իրավունք ունես, որտեվ ավետարանը մեզպես բան չի սովորում ժողովուրդ։ Ինչո՞մ արենք մենք այսօր խոսում, որտեվ այդ խապուսիկը գալու է ավետարանը ծռելու համար, ժողովուրդ։ Դրա ուշ կմիտքը քեզի մեղքի մեջ գցա։ Նա գիտես որ դու մեղքի մեջ ընկար, վաղ կզղջաս կապ աշխարհ, բայց երբ որ գալու է նախ խիտրությամբ մոդիկանում քեզի, ասում է ոնց ուզում ես ապրի, մեկը պետք է փրկվես։ Ասում է մեկը Աստված քո աղոթքը չի լսում։ Այսքան տարի աղոթել ես, ուրա պատասխան չկա։ Շատ անգամ մենք տեսնում ենք, այո, ունենք խնդիրների դժվարության մեջ ժողովուրդ։ Համար Տերը ինձ էլ քեզ օգնի, սիրելի Աստծո ժողովուրդ, մենք հայր ունենք, այո, նա այնքան հոգատար իմ ու քո համար ժողովուրդ։ Մենք այսօր չենք տեսնում շատ անգամ հայր հոր հոգատարություն իմ ու քո համար։ Որ նա քեզ իշկանա չարից պայմ եւ ինձ ժողովուրդ ջան, այնքան փորձանքներից է մեզի պայում Տերը ժողովուրդ ջան, այսօր կարող մենք չենք էլ պատկերացնում։ Եվ 20 խոսքս հիմա գիտենք, թե Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվավ, որպեսզի ճշմարիտը ճանճնանք։ Ասма գիտենք, թե Աստծո որդին եկավ ու մեզ, նաեւ ձեզ ժողովուրդ ջան, ինձ ու քեզ Շատ անգամ Աստված ասում է, հավատում ես դու այս խոսքին, որ հիմա եղբայրը կարդում է։ Ինչպես եղբայրը ասեց, ես ես ձեր սրտի դռան մոտ կանգնած ու թագում եմ։ Ինչպես եղբայրը ասեց, կակրած են ես գիտե նույն այդ բանն էի քարոզում, ժողովրդի հայտնության մեջի 3-րդ գլխի։ Ասում եմ հետարքրքիր էլի ասենք, մի օրպես Մագադան նստած է, այս պաշտամունքները լսում էի, եղբայրները քարոզում են, ասում են Տեր ասած, բայց դի ո՞րն է այդ խոսքը։ Եկա սրտի մոտ կանգնած թագում եմ, մենքան հետարքիր է Սուրբ ոգին բացեց։ Ասեց հիմա եղբայրը քարոզում է։ Հիմա այդ խոսքը գալու է քո սրտի մոտ կանգնած թագում է։ Հələ քու մեջ չի մտե։ Նա հələ թագում է քեզ, դու պետք է բացես որ մտնի այդ խոսքը, դու պետք է ընդունես այդ խոսքը որ մտնի ժողովուրդ ջան։ Այս երբ որ Աստծո խոսքը խոսում է, քարոզում է կամ դու լսում ես այդ խոսքը գալու է ուղիղ քո սրտի մոտ թագում է։ Աղջիկ ջան, տղա ջան, բաց ես ուզում եմ քո ներսը ապրեմ։ Ես ուզում եմ քեզ օգնեմ։ Սա քո կողմն է, կբացես թե չես բացես ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի սիրելի ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք որ այո Աստված մեզ կարողություն է տալու։ Որ այսօր շատ անգամ դու մեղքերից փրկվում ես, շատ մեղքերից ազատվում ես, դա Աստված քեզ արդեն կարողություն է տվել։ Որ այսօր դու կարող ես չարին զանազանես, այնքան կարևոր որ դու չարի զանազանես ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ սև ու սպիտակը չեն տարբերում ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է որ դու սև ու սպիտակից ճանաչես։ Եղբայր ջան, էլի Հիսուս են քարոզում։ Ինչ ենք Հիսուս են քարոզում։ Այդ որ Հիսուս չի քարոզում, սա Հիսուսի մասին է խոսում ժողովուրդ ջան։ Ուր ուզում ես գնա։ Ուզում ես գնալ գուշակների մոտ, Հիսուսի մասին է խոսում ժողովուրդ ջան։ Մի հատ նկարը դնում են, նկարը Հիսուսի մասին է խոսում։ Իրանք սատանա չեն ասում ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է որ իմանաս որտեղ ճշմարտություն կա, որ ավետանի ճշմարտություն կա դեր ժողովուրդ ջան։ Ինչու՞ որ փարիսեցիները չընդունեցին, ասեն մենք հայր Աբրահամ ունենք, ասեն դուք հայր Աբրահամ չունեք։ Այս խեջերը մտամ իրանք էլ հայր Աբրահամն, իրանք էլ հավատքի մեջ են ժողովուրդ ջան։ Այ խապուսիկ էր մարդիկ երբ որ մտան որ իրանք հայր Աբրահամն են, բայց չունեն հայր Աբրահամ։ Եվ Տերը ասեց դու պարզ ասեց դուք հայր Աբրահամ չունեք։ Եթե դու Աբրահամին հավատայք, ձեր Աբրահամ ձեր հայր դու այսօր չեք սպանեն։ Ասեց ձեր հայրը սատանն է, պարզ ասում է ժողովուրդ ջան։ Դամար Տերը ողորմա սիր ասո ժողովուրդ ջան։ Տերը օգնա ինձ էլ քեզ ասма գիտենք թե Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվավ որպեսզի ճշմարիտը ճանճնանք։ Մենք այն ճշմարիտի մեջ ենք։ Մենք այն ճշմարիտի մեջ ենք։ Նաև դուք սիրելի քույրիկ եղբայրներ ջան։ Մենք այն ճշմարիտի մենք Տեր Հիսուսի մեջն ենք։ Մենք սիրում ենք մեր Աստծուն։ Մենք ուզում ենք Աստված մեր կյանքի մեջ ապրի։ Մենք ուզում ենք որ Աստված մեզ օգնի, կան խնդիրներ, դժվարություններ կա, հիվանդություններ այսօր շատ կա ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք որ Աստված գա մեր կյանքի մեջ ապրի։
Աստված ուզում է այսօր շատ իմ ու քո հոգևոր վիճակը բժշկի, ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ մարմնավորն ենք նայում, բայց Աստծո ուշք ու միտքը իմ ու քո հոգևորն է։ Եթե մարմնավորը բժշկվավ, քո հոգևորը չբժշկվավ, այսինքն քո օգուտ չկա դե, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի, ասո ժողովուրդ ջան։ Դամար օրհնյալը մեր Աստված։ Մենք այն ճշմարիտի մեջ ենք, իր որդի Հիսուս Քրիստոսի մեջ, անիկ այդ ճշմարիտ Աստվածը ու հավիտենական կյանքը, ժողովուրդ ջան, չէ՞։ Օրհնյալը մեր Աստված, ասում է իր որդի Հիսուս Քրիստոսի մեջ, անիկ այդ ճշմարիտ Աստվածը, որ շատ վկաներ ստուգվում են Հիսուս Աստված, չէ՞ ժողովուրդ ջան։ Այսօր շատերը մոլորության մեջ ապրում են։ Բայց ավետարանի մեջ բարձ գրած է, ինչու համար մարդը չի տեսնում։ Որտեղ մարդիկ կույրանում են, մարդիկ չեն ուզում լույսը տեսնեն։ Ասում են լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը սիրեցին, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ լույս եկավ աշխարհ, Տեր Հիսուս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը սիրեցին, ժողովուրդ ջան։ Նրանց ուշքի միտքը, որ Հիսուսին բռնեն ու խաչեն։ Նրանց ուշքի միտքը սա էր։ Բայց ովքեր որ ունեն վաղ, ովքեր որ փնտրին Տիրոջը, նրանք գտան Տիրոջը։ Այո, եկան։ Դաժե Մարիամ Մագդաղենացին, որ երբ որ եկավ Տիրոջը գտավ, եկավ ընկավ ոտքերը։ Բայց Սիմոնը իր տան մեջ նստած, Հիսուս իր տան մեջ էր, ինքը մի հատ իրար մեղավոր չէր տեսնում։ Այ Սիմոն ջան, բա դու էլ տակ Հիսուսի ոտքեր դի սпасել Մարիամը գար։ Բա դու չուներ կարիք Հիսուսի, Ժորժ ջան։ Այսինքն ասվածում է Հիսուս դու էլ կարիք ունենան Քրիստոսի։ Կարող է Հիսուսին հրավիրում ենք մեր տուն, Հիսուս ջան, արի մեր տուն։ Շատ հնարավոր է Ժորժ ջան, Տեր ընձել քեզ էլ ողորմա օգնի։ Հնարավոր շատ անգամ Սիմոնի պես նստենք եւ չենք տեսնում, որ այո Հիսուս իմ տան մեջ է, ես էլ կարիք ունեմ։ Բա Մարիամը որդից եկավ Հիսուսի ոտները գրկեց, լացում էր, սիրում էր, համբյուրում էր այդ ոտքերը Տիրոջ, լացում էր, սրբում էր մազերը, բա Սիմոն ջան, բա դու էլ իշներ, ինչ կյաներ։ Հələ քու գայի մեջ նստած դու էլ մտածում ես ով այս, չէ՞։ Ինչու որ մարդու մեջ կա արտարություն, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդն ունի իր արտարությունը։ Մենք տեսանք ինչու համար ժողովուրդ ջան, երբ որ Սիմոնի ներսը բացվավ, մի օր Տերը տա դրա մասին խոսենք ժողովուրդ ջան, որպես իմաշ։ Հիմա ասում է որդին Հիսուս Քրիստոսի մեջ անիկա ճշմարիտ Աստվածը, անիկա ճշմարիտ բարձ գրած ավետարանը ժողովուրդ ջան, շատ մարդիկ ասում են դե տան Փիլիպ, եսի ինչ էր սովորեք, այ մարդ ու դե տաս ճեմարան է սովորում, դե դա ճեմարան ավետարանը։ Սուրբ ոգի մտի ու քեզ բաց ժողովուրդ ջան։ Այսօր հնարավոր դու դասի լավ չես էլ սովորել, բայց երբ որ Սուրբ ոգին քո կյանքի մեջ գործանում, բացում է ավետարանի ճշմարտություն, կարող է շատ անգամ այդ գիտնականները զարմանան ու վրասեն, այ քեզի բան։ Ինչու որ տեսանք մենք քանեկը զարմացան Պետրոսին Հովանեսի վրա, այն մարդ մեզ անգետ մարդիկ են, չէ՞։ Բայց քեզանից լավ գիտեն այ կանաչան, այդ մարդիկ Հիսուսի հետ կյանք ունեն, ապրում են Հիսուսի հետ։ Դամար Տերը օրհնի բոլորը ժողովուրդ ջան։ Եվ մենք ինչ ասում ենք, որդին Հիսուս Քրիստոսի մեջ անիկ այդ ճշմարիտ Աստվածը ու հավիտենական կյանքը, սմանիկ այդ ճշմարիտ Աստվածը, մեր Տեր Հիսուսը, եւ հավիտենական կյանքը Հիսուսն է։ Եթե դու ուզում ես ունենալ հավիտենական կյանք, դու պետք է քեզի գցես Հիսուսի գիրկը։ Ժողովուրդ ջան, հիմա կարող ասես եղբայրաբան ձև ոնց տենամ Հիսուսին գցեմ իր գիրկը, ժողովուրդ ջան։ Կարա միգուցե քո մեջ հարց լինի, որտեղ կարա մարդիկա նոր լսեն, կարա մարդկանց համար բացվում է խոսքը ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն երբ դու քեզ գցում Հիսուս, երբ որ դու քո ներսով հոժարվում ես, ուզում ես, որ դու գաս Տիրոջը, ուզում ես, որ գաս Հիսուսի գիրկը գնես, երբ որ դու զղջում ես քո մեղքերի չարությունների համար։ Եվ դու խնդրում ես Տեր Հիսուս ջան, ես էլ եմ ուզում քեզ հետ ապրեմ։ Կամ քո մեջ Հիսուս ջան։ Եվ Տեր ուրախանում է, ասմարի զավակս, ես էլ եմ ուզում, որ դու իմ մեջ ապրես, որ ինձանից դուրս չգաս։ Եթե դու ինձանից դուրս գնացիր, այո, չարը քեզի կխփի։ Դամար դու պիտի մնաս իմ կյանքի մեջ, իմ հոգու աշխարհի մեջ պիտի մնաս։ Որտեվ Տերը բնակվում է նաև մեր մեջ, նաև մենք պիտի բնակվենք Տիրոջ մեջ, ժողովուրդ ջան։ Սմա որդին եկավ ինքը զինք կուրկերեն, գործյակներ, ինքը զինք կուրկերեն պահեցեք։ Ինքը զինքնիդ կուրկերեն պահեցեք։ Սա արդեն իմ քո կողմն է ժողովուրդ ջան, ասում են ինքը զինք կուրկերեն պահեցեք։ Այսօր մարդու կյանքի մեջ այն կան կուրկեր կլինի ժողովուրդ ջան, այն կան բաներ, որ մարդ ավելի շատ դրանք սիրում,
քան թե Աստծուն։ Այսօր այնքան բաներ կա մեր կյանքի մեջ, երբ որ Աստված գալը ինձ ու կյանքից դա փոխելու ժողովուրդ ջան, չէ՞։ Դες ինչպես եղբայրը ասի, չես ենք ֆուտբոլի բալեջիկեր եւ ոնց ասեմ, սիրահար։ Իր համար կուրկ էր դի ժողովուրդ ջան, բայց Աստված եկավ օգնեց։ Հնարես որ շատ անգամ մարդկանց կյանքի մեջ լինի մի բաներ կուրկ, որ ինքը դրան շատ է սիրում եւ չել կրում ոչ էլ ուզում ազատվի ժողովուրդ ջան։ Չկրանալ ուրիշա, չուզենալ ուրիշա։ Շատ անգամ մարդկանց հետ խոսում ես, ասում է եղբայր ջան, չեմ կրում պապրոզը թարգեմ, ասում եմ լսա, չկրանալը ուրիշա, չուզենալը ուրիշա։ Կարող է ես չէի կրում, բայց ես ուզում եի։ Աստված կօգնի ինձ։ Բայց եթե ես չեմ ուզում, ինչ օգնի ինձ, եթե դու չես ուզում փոխվես, դու չես ուզում մաքրվես, չէ՞, Տեր ինչը քեզ օգնի, չէ՞։ Այբ որ դու հոժարվում ես, ուզում ես, Տեր ասում է ես կօգնեմ ժողովուրդ ջան։ Ես էլ պապրոզեն կանեի ծխում ժողովուրդ ջան։ Այն մեծ աղբերս վրես խոսում է, հերիկա ծխես, շատ ես ծխում, այ աղբեր ջան, դե որ կրանայի քիչ կծխելի։ Ժողովուրդ ջան։ Է չի կրում ժողովուրդ ջան, ես իրապես եմ ասում, ես չէի պատկերացնում, որ մի օր ես պապրոզ իմ ձեռից կթարգի։ 97 թվին Տերը վերցրեց այդ իմ ձեռից, երբ որ ես ապաշխա ժողովուրդ ջան։ Բայց օրհնյալը մեր ասած, այո, մեր ամենակարևորը, երբ որ մենք մտնում ենք Աստծո մեջ, մտնում ենք Տիրոջ ներկայության մեջ, երբ որ մտարը տեղ, Տերը քեզ ամեն հարցով կարա օգնի ժողովուրդ ջան։ Տամար դու Աստված օրհնի ինձ էլ, ձեզ էլ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, սիրեք Աստծուն, փնտրեք իր երեսը, ձեր ամեն դժվարությունների մեջ, խնդիրների մեջ Աստծո երես փնտրեք։ Ձեր ամեն հիվանդությունների մեջ, ամեն կարիքների մեջ փնտրեք Աստծո երեսը, նայա քո մենակ օգնությունը։ Ժողովուրդ ջան, նա կարա քեզ օգնի եւ քո ընտանիքը օրհնի ժողովուրդ ջան։ Դամար դու Տիրոջ անունով փառավորվի, իսկ անոնք վերջացնենք ժողովուրդ ջան, ամեն։